Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի գարնանային առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ամեն առավոտ մենք պատրաստական, լույսը չբացված, վազում ենք դեպի 21 TV, որպեսզի գանք, մտնենք եթեր եւ ձեզ ասենք թող ձեր օրը բարի լինի, որպեսզի լավ օր ունենաք։ Իսկ լավ օր ունենալու համար այժմ առաջարկում եմ գնանք ու գեղեցիկ տեսահոլովակով ընդմիջվենք, վերադառնանք, շարունակենք մեր հաղորդումը, չփոխեք հեռուստա ալիքը։ Վերադարձանք, լիցքավորվեցինք, շնորհակալություն մեր ռեժիսոր Էրնեստին, գեղեցիկ տեսահոլովակի եւ լավ տրամադրության համար։ Կպահենք, իհարկե կփորձենք այսօր այս տրամադրությունը պահել եւ կարծում եմ, որ Էրնեստը խոստանում է էլի տեսահոլովակներ կտա մեր եթերի ընթացքում տրամադրությունը ապահովելու նպատակով։ Եվ այժմ ժամանակն է, եթե հիշում եք, իհարկե մեզ մոտ ունեինք մի ավանդական էջ, որը որ ինչ որ ժամանակով ընդհատվել էր եւ մենք ունեինք նորաձևություն, որի իհարկե գեղեցիկ հեղինակն էր Քրիստինեն Գրիգորյան, այն հրաշալի գեղեցկուհին, ով գեղեցիկ խորհուրդներ էր տալիս ինչպես հագնվել, ինչպեսի գույներ համադրել եւ ինչ ընդհանրապես տրամադրության համար, ինչպես ընդհանրապես լինել արտաքին տեսքով։ Եվ այժմ ժամանակն է ընդհատվել գնալ, դիտել Քրիստի խորհուրդները, վերադառնալ ու շարունակել հաղորդումը։ 2025 թվականի 8 գունային համադրությունները թանկարժեք լուկ ստանալու համար։ Բորդոն կապույտի հետ, վարդագույն եւ բորդո խակի կանաչի հետ, կանաչ եւ շագանակագույն, վարդագույն եւ բնական կանաչ գույն, մոխրագույն եւ դեղին, նարնջագույն, կանաչի եւ շագանակագույն Դիտեցինք իհարկե գարնանային գույներ, ինչպիսի գույներ կրել, ինչպես հագնվել, տրամադրություն ինչպես ստեղծել, բայց մի հետաքրքիր նաև տեղեկատվություն կուզենամ ձեզ հայտնել։ Ասում են, որ կենթանական աշխարհում գարնանը, այ օրինակ սկյուրիկը, նապաստակը, նրանք եւս փոխում են իրենց գույները եւ փոխում են իրենց մաշկը, այսինքն իրենց մորթին, եւ ինչպես մարդիկ իրենց զգեստապահարանն են թարմացնում գարնանը։ Եվ այդ կապակցությամբ զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաեւ շատ նորություններ ունենալու համար այսօր մեր հյուրն է տաղավարում ոչ ավել, ոչ պակաս մեր լավ ընկեր, հրաշալի իհարկե դիզայներ, հրաշալի նաև գործարար, լավ մարդ Քրիստինե Գրիգորյանը։ Քրիստին, բարի առավոտ։ Ողջույն, ողջույն։ Ինչպես ես։ Շատ լավ Ռեժան, դուք ես ուրախ եմ քեզ այստեղ հյուրընկալելու, քանզի կարծում եմ իհարկե բոլոր հյուրերի համար եմ ուրախ, բայց առավել քան քանի որ իմ ընկերն է այս հյուրը։ Այո։
ինչ է այս գարնանը, այսինքն զգեստապահարանի կարևոր գույները եւ տրենդը, ինչպես անել, որ եւ չմրսել, եւ գեղեցիկ լինել եւ նաեւ թեթև, որովհետեւ անընդհատ եղանակը կարծես թե փոխվում է, չէ՞, որ առավոտից մինչ երեկո։ Այո, տրենդը այս տարի թելադրում է այս եղանակին, այս ժամանակահատվածին կրել բազմազան տարբեր կտորներից բաղկացած հագուստներ։ Օրինակ ես եկել էի զամշե բաճկոնով եւ համադրել էի լյոնից վենաշապիկի հետ։ Իհարկե մենք առարկեցինք, որ դուք դրանով Պետք է համադրես տարբեր կտորները, գործվածքը տրիկոտաժի հետ, զամշն է հիմա շատ ակտուալ, կաշին, տարբեր կտորների, տարբեր բաղադրությունների եւ ակցենտը դնել մեկ գույնի վրա։ Եթե օգտագործում եք կարմիր, ապա մյուսը պետք է լինի բաց գույն կամ մուգ գույն, բայց ոչ նախշեր չեն կարող լինել։ Այ օրինակ ասենք ավելի եթե դասական, հա, ոչի սիրահար ենք, այս դեպքում ինչ ընտրենք, ավելի շատ ժիլետներ կանանց հետ տղամարդկանց հարցնում, ժիլետներ, այսինքն տարբեր համադրություններով, հա, շատ տրենդային է վադալասկաները ժիլետների հետ, բայց նաև ես կկրեի, եթե լինեի տղամարդ, երկար ինչ-որ պլաշեր, շարֆերի հետ, շատ կարևոր է կտորի ընտրությունը։ Կտորի ընտրությունը եւ նյուդ գույներ կարելի է օգտագործել մուգ շագանակագույնը բաց շագանակագույնի հետ կամ բեժի հետ, քանի որ մուգը եւ բացը իրենք շատ հարուստ տեսք են տալիս ցանկացած մարդու։ Քանի որ խոսեցինք հարստության մասին, դուք նաև այ Քրիստինա համարվում եք Հայաստանում կին գործարար կանանց, հա, այդ միություն, ասոցիացիա կամ որի անդամ եք նաև եւ գիտենք, որ համախմբում եք նաև ձեր ընկերներին երբեմն, ինչը վերջին շրջանում նաև ինչ որ հետաքրքիր մոտիվացիաներով է դրսևորվում, որին ես եւս ներկա էի եւ վերջերս կազմակերպել էի Fashion Studio-ի կողմից հանդես եկաք նոր ֆորմատով բրանչ ընկերների եւ գործընկերների հետ, որի ընթացքում կին գործարարները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գործունեությունը։ Այ ինչու՞ն է սրա կարևորությունը եւ արդյոք դուք լինելով դիզայներ, այսինքն տեղափոխել եք մի ուրիշ հարթակ եւ կարիքը կար վերելու ձեր գործընկերներին, ինչու՞ չէ նաեւ ձեր ընկերներին, նրանք նաեւ ձեր ընկերներն են հարթակ ստեղծել ու այս ամեն ինչը անել։ Ճիշտ ասած միշտ փորձում եմ լինել պիտանի, ոչ միայն այսպես աշխատել եւ գումար վաստակել, դա էլ է կարևոր բնականաբար, բայց նաեւ պետք է լինենք հասարակության համար պիտանի։ Եվ միշտ ուրախանում եմ, երբ որ իմ ընկերների կամ իմ գործընկերների գործերը լինում են շատ լավ։ Եվ եթե կարողանում եմ աջակցել եւ նպաստել դրան, անպայման պիտի անեմ։ Եվ այս տարի մի հետաքրքիր գաղափար մոտս ծագեց, որոշեցինք իրականացնենք բրանչ եւ համախմբեցինք public մարդկանց եւ բլոգերներին եւ միկրոբլոգերներին մեր գործընկերների հետ եւ այսպիսի ծանոթություն ստեղծեցինք եւ բլոգերները, հայտնի բլոգերները եւ ոչ հայտնի, որովհետեւ հիմա շատ ակտուալ է եւ արդի է օգտվել միկրոբլոգերների ծառայություններից, օգտագործելով իրենց լսարանը։ Մենք փորձեցինք աջակցենք մեր գործընկերներին, promotion անել, մի փոքր տրենդային բառեր օգտագործեմ, promotion անել իրանց ծառայությունները, ապրանքատեսակը կամ այլ գործողություն, ինչ գործողությունով զբաղվում են, մեր բլոգերների միջոցով, այսպես ասած B2B մոտեցրեցինք եւ այնպեսի մենք փորձեցինք գաղափար ստեղծենք նույն մեր բլոգերներին, որ սիրելիներս ինչքան լավ լինի մեր գործընկերների գործը, ինչքան շատ հաճախորդ ունեն, ինչքան շատ ապրանքատեսակ վաճառվի, ինչքան լավ լինի իրանց մոտ, այդքան լավ ձեր մոտ ալինելու։ Դուք անմիջապես կապ ունեք իրենց հետ, որտեղ իրանք ձեր պոտենցիալ հաճախորդն են։ Իրանք վճարում են ձեզ, որ դուք իրանց գովազդեք, հա։ Եվ դրա համար էլ պետությունն է լավ, որտեղ գովազդի համար մենք հարկեր ենք վճարում, գործընկերը նաև հարկեր է վճարում ծառայության համար, մենք երկկողմանի գրագետ մոտեցում ենք ցուցաբերում, համ պետության ենք աջակցում, համ բլոգերներին ենք ծանոթացնում գործընկերների, համ գործընկերները սպառում են իրենց ծառայություն, ապրանքատեսակ, ներկայացնում են իրենց պրոդուկտը, այսպես ասած։ Եվ շատ հրաշալի
գաղափար էր, ես ի սկզբանե երբ որ բրանչը ստեղծում էի Հայաստանում կա մի փոքր սխալ կարծրատիպ բրանչերի հետ կապված անում են ոչ գրագետ ցավոք սրտի եմ դա ասում շատ արդի է եւ շատ անգրագետ մոտեցում են ցուցաբերում մենք բնականաբար քանի որ արդեն շատերը գիտեն իմ կազմակերպության ձեռագիրը եւ շատ ուժեղ պրոֆթիմ է աշխատում ցանկացած միջոցառման իրականացնելու մեջ մենք ունենք մեր յուրովի ձեռագիրը եւ շատերը հարցնում են որ ով անում ձեր իվենթները, ձեր երեկոները, ձեր ֆեշն շոուները, ձեր բրանչերը մենք անում ենք դա մենք մեր կազմակերպությունն է անում դա մեր երկրորդ կողմն է երբ որ մենք իրականացնում ենք իվենթներ то есть քանի որ ես ունեմ մի քանի բարձրագույն կրթություն բացի լինելով հագուստ դիզայներ ոճաբան, որը մասնագիտացված սովորել եմ Բրերայարվեստների ակադեմիայում, նաև ունեմ բիզնես կրթություն, Մոսկվայի բիզնես դպրոցը եւ Բերլինում Berlin School of Creativity and Leadership, այսպես ասեմ, ստեղծել ենք միտք, գաղափար, որ կարող ենք իրականացնել տարբեր իվենթներ եւ գրագետ մոտեցում ցուցաբերել եւ 99 եւ 9% ֆիդբեքները, որը մենք միշտ կարևորում ենք եւ միշտ հարցնում ենք մեր թերությունները, ինչն է խնդիրը գործընկերներից, ոչ թե հյուրերից, այլ գործընկերները բոլորը 99 եւ 9%, 1%-ը միայն խնդիրը, որ մենք LED էկրան այդ օրը չտեղադրեցինք, դա արդեն հաշվի կառնենք մյուս մեր իվենթի ժամանակահատվածում բոլորը դրական են, բոլորը ուղղակի, չգիտեմ, այնքան դրական են, որ ասում ենք արդեն ունենք զանգեր, մեզ հետաքրքրվում են մեր Այնձ էլ էր հետաքրքրում, արձագանքը ինչպիսին է, ավարտեցինք բրանչը եւ Այո, նախ եւ առաջ մարդիկ ասում են, որ այս ինչ հրաշալի լավ մթնոլորտ է տիրում, հրաշալի հյուրեր են եւ հյուրերն էլ գործարարներ են, մեր պահանջը համագործակցություններ ծնվեց։ Այո, մենք ուղղակի հյուրեր չենք հրավիրում, մենք հրավիրում ենք միայն գործարարների եւ ի սկզբանե ես մտածել էի, որ գործարար կանանցներ գրավենք, բայց գործարար տղամարդիկ նույնպես իմ ընկերների եւ գործընկերների շրջապատում կային եւ իրանք Ես գործարար չէի, բայց ներկա էի։ Դու մեր ընկերն ես, որտեվ partners, branch with partners and friends, դու մեր ընկերն ես, որը միշտ ունենում է իր դրական մոտեցումը բոլոր իմ պրոյեկտերում ես անչափ շնորհակալ եմ քեզ դրա համար Վրեժ ջան, որովհետև քո ելույթը այդ բրանչի ժամանակ բոլորը փշաքաղված լսում էին քեզ ինձ համար դա շատ մեծ պատիվ էր, որ դու եկար եւ երգեցիր եւ բոլորիս տրամադրությունը ել ավելի բարձրացավ առանց քեզ թվում այդքան գեղեցիկ չէր լինի երեկոն այնքան գեղեցիկ էր մարդիկ չէին ուզում գնալ որ ասում էին բարի երեկո հետո հիշում էին վայ բարի ցերեկո Իդեպ ասեմ շատ հետաքրքիր ինձ համար եւս հայտնություն էին որոշ այսինքն այնտեղ ներկա գտնվող այն կանայք հա այն գործարարներ այո ովքեր որ տարբեր ոլորտներից էին եւ հետաքրքիր նաեւ ինձ հետ եւս հետաքրքիր համագործակցություններ են ծնվել որի մասին քեզ հետո կպատմեմ իհարկե վերջերս զանգեր եմ ստացել 1-2 եւ ֆորմատը այսինքն ձևաչափը ստացված է ամեն ինչ գեղեցիկ է կա շարունակություն մտադրություն անելու ենք լինելու եւ կարծում եմ ամեն 2 ամիսը մեկ լինելու է բրանչ գալանտրի եւ քանի որ հյուրերի ցանկը շատ մեծ է եւ այս վերջերս երբ որ դեղադրեցի սոցհարթակում պլանավորվում է գալանտրիկ, ոչ թե բրանչ, գալանտրիկ, որովհետև այդ բրանչը միջև 6 տարի մարդիկ չէին ուզում գնային ուղղակի, որոշեցինք որ լավ գալանտրիկ կան։ Ներողություն ասենք, սկսած հյուրասիրությունից, այդ առատությունից եւ շքեղությունից եւ այդ գամային Ես շքեղություն սիրում եմ։ Համային գաման, բա ինչքան լավներով ամեն ինչ փորձեցինք եւ փորձեցինք նաեւ իհարկե շատ չկերանք որ չգիրանանք, բայց դա այնուամենայնիվ։ Նախ սիրում եմ որ ամեն ինչը էսթետիկ, գեղեցիկ է լինում նույն սեղանի դասավորվածությունից սկսած երկրորդը շատ կարևորում եմ հյուրերի այդ մոտեցումը բոլոր հյուրերը պետք է ունենան իրենց նստատեղերը յուրաքանչյուր գործարար պետք է նստի ճիշտ համապատասխան գործարարի հետ որ կարողանա նետվորքը այդ ստացվի եւ կարողանա համագործակցություն ծնվի
գրագետ մոտեցումը շատ կարևոր է, որը ցավոք սրտի Հայաստանում այդքան չի ուշադրություն դարձվում, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես լավ եմ տեսնում։ Ըստ քեզ, քանի որ գործարար կանանց հետ է շփվում, հա, մեր երկրում գործարար կանայք, հա, երբեմն ես նկատել եմ, որ իրենք մի քիչ թաքնվում են, այսպես ոնց որ հետ են կանգնում իրենց բիզնեսի ներկայացման առումով, օրինակ ի տարբերություն քեզ, օրինակ քո բիզնեսը դու ես ներկայացնում, միշտ դու քո բիզնեսի դեմքն ես։ Այ ինչն է խնդիրը, որ գործարար կանայք չեն կրթությունը, միանշանակ կրթությունը, մենք մտածում ենք մենտալիտետ եւ կրթություն, եթե մարդը ունի կրթություն, բնականաբար ես կարծում եմ, որ իրենք կրթված են լավ, պարզապես երևի թե մենտալիտետի խնդիր կա, հա, օրինակ բավականին հաջողված գործարար կանայք կային այնտեղ, ես հիշում եմ, բայց զարմացա նաեւ, որ իրենք տեսեք, գործարար կրթված, այո, կարող է ինչ-որ մի հատ համալսարան ավարտել են եւ իրանք համարվում են, որ իրանք կրթված մարդ են, իրանք հաջողակեր իրանց գործի մեջ, որը բնականաբար շատ կարևոր դեր է կատարում, բայց նաեւ ինքնազարգացումն է կարևոր։ Նաեւ եթե կինը որոշել է, որ պիտի զբաղվի բիզնեսով, ապա ինքը պիտի կարողանա ներկայացնի իր եւ իր կազմակերպությունը։ Շատ լավ գիտես, որ ես հայերեն լավ չեմ խոսում։ Բայց շատ լավ ես խոսում։ Ես սովորել եմ, զարգացել եմ, ինքնակրթվել եմ, դա շատ կարևոր դեր է կատարում ցանկացած աշխատանքի մեջ։ Ինքնազարգանալը եւ կրթվելը։ Այդ կանայք ունեն կոմպլեքս, որ չեն կարողանում, բայց այն կանայք ովքեր այդ ցերեկոյի ընթացքում են, իրանք բոլորը շատ գեղեցիկ ձևով ներկայացրեցին իրենց բրենդը, իրենց բիզնեսը, այո։ Մենք յուրաքանչյուրինում հետ համագործակցում ենք, տրամադրում ենք հարթակ եւ իրանք կարողանում են գրագետ ներկայացնել եւ եթե հանկարծ ինչ-որ մեկի մոտ լինում է խնդիր, անգամ խոսքի խնդիր է լինում, որ չեն մտածում են, որ կարող կոմպլեքսավորվեն public չեն կարողանում, մենք այդ դեպքում ենք օգնում, աջակցում ենք, որտեղ բնականաբար մենք ունենք սցենարիստ, որ յուրաքանչյուր սցենարը գրում է, մենք ունենք հաղորդավար, եւ ես այնտեղ միշտ կամ, որ շատ գեղեցիկ ձևով ներկայացնում ենք, աջակցում ենք մեր գործընկերոջը, որ կարողանա ամեն ինչ ստացված լինի, որ հանկարծ որևէ մեկը չզգա իրան դիսկոմֆորտի մեջ։ Կոմֆորտը շատ եմ կարևորում։ Յուրաքանչյուր գործի մեջ, համագործակցության մեջ պետք է լինի կոմֆորտ։ Եթե այդ կոմֆորտը կա, ուրեմն համագործակցությունը ստացված է։ Դրա համար մենք արդեն երևի մի 5 տարի է, չնայած մեր կազմակերպությունը գործում է 2012 թվականից, դա արդեն 11 տարի պլյուս է։ Մենք 5 տարի 6 տարի ունենք գործընկերներ, ովքեր շարունակաբար մեր հետ համագործակցում են եւ նախ համագործակցելուց voice-ը հիմա բնականաբար գեղեցիկ չի գործընկերոջ voice-ը լսել, հա, voice message-ը, բայց իրենք ասում են, որ մեր մարժան, մեր վաճառքը, մեր այսինչը, մեր product-ը, մեր ծառայությունը աճում է ձեր հետ համագործակցությունից հետո։ Դա ինձ համար մեծ բան է։ Երբ որ ասում են համարեցինք ստացված, այո, 25 թվական լինելու է։ Այդ 25 թվականին Կրիստինեն Գրիգորյան, Կրիստին Fashion աշխարհում ինչ նորություններ ունենալու եւ ինչով է մեկնելու է Փարիզ։ Պատրաստվում եք մեկնելու է Փարիզ, մասնակցի աշխարհի չեմպիոնատին եւ ես պետք է հաղթեմ։ Հաղթելու ենք միանշանակ։ Ես շատ եմ ցանկանում հաղթել, որովհետև շատ եմ ցանկանում, որ մեր դրոշը ծածանվի եւ Հայաստանը հաղթի միջազգային մրցույթում։ Fashion մրցույթ է, որտեղ մենք պետք է ներկայացնենք մեր կարած զգեստները red carpet, կարմիր գորգի վրա մենք պետք է ներկայացնենք մեր զգեստը։ Իսկ մրցույթին այսինքն քանի երկիր է ներկայացվելու եւ ամբողջ աշխարհային դիզայնի մեջ, fashion աշխարհի մեջ։ Ես կարծում եմ անգամ հաղթանակը մասնակցությունը, որովհետեւ իհարկե մասնակցությունը արդեն հաղթանակ է։ Իմ համար ես փորձում եմ նախ շատ վստահ եմ, որովհետեւ ունեմ շատ լավ կրթություն, որը կրկին կրթությունը կարևորում եմ։ Երկրորդը մի տեսակ զգացողություն ունեմ, որ մեր երկիրը պետք է հաղթի, անգամ եթե ես էլ չհաղթեմ, բայց երկիրը հաղթի, մեր երկրից կրկին աղջիկներ են գնալու, դիզայներներ են գնալու եւ մենք պետք է բոլորս պայքարենք, որ Հայաստանը հաղթի։ Հրաշալի է։ Ինչ կմաղթեիր կանանց, ինչ է իրենց այսօր պետք երջանիկ լինելու համար եւ ինչպես անեն, որ լավ լինի ամեն ինչ, ինչպես քեզ մոտ է։
Ուր նայեմ այս տեսախցիկին շատ գլոբալ հարցեր տվեցիր, գլոբալ ինչ անել, ամուսնանալ, ունենալ երեխաներ, ինչպես Կրիստին, եւ ինչքան մեր հայ ազգը լինի շատ, այդքան ավելի լավ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ մենք ապարգևում ենք լավ սերունդ, պետք է զարգանանք, կրթվենք, ինքնակրթվենք, չընկճվենք, վստահ լինենք, խնամենք մեզ, սիրենք մեզ, առաջինը գեղեցիկ հագնվենք մեզ համար, հետո արդեն մնացածի համար, փորձենք կիրթ լինել, փորձենք սիրենք մեր գործընկերոջը, մեր հասարակությունը, մեր երկիրը, մեր պետությունը, մեր քաղաքը, առանց սեր չի լինի ոչինչ իմ համար։ Առանց սեր չկա։ Կարուն նաև։ Շնորհակալ եմ առավոտ այդ կիսելու համար, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես քեզ մաղթում եմ հաջողություններ, թե գործնական, թե ստեղծագործական, ինչպես նաև անձնական, ընտանեկան, որտեղ բազմազավակ մայրիկ ես, հրաշալի բալիկներ ունես, լավ ընտանիք, եւ իհարկե դու նաև օրինակ ես լավ ընտանիք ստեղծելու շատ մայրերի, աղջիկների համար, ովքեր որ պատրաստում են ընտանիք դառնան, կարող են հետևել քեզ, որտեղ դու շատ բաց ես նաև քո ընտանեկան հարցերով, նաև սոցիալական հարթակներում բալիկներին եւ այլն։ Ես նաև ուզում եմ մի հատ բան ավելացնեմ այդ կանանց այդ քո թույլտվությամբ։ Համեցեք։ Մեր կանայք շատ կցանկանան, որ նաև չապրեն իրանց առօրյայով, չապրեն իրանց թիրախով, չապրեն իրանց այդ կենցաղով, կենցաղ, ես հայերենս հələ շատ գեղեցիկ։ Հայերենս պատայերենս չի թողնում ես։ Կենցաղը շատ գեղեցիկ բառ է։ Կենցաղով չապրեն։ Եվ ավելի շատ իրենց համար ապրեն, որովհետև տղամարդը սիրում է նրան, ում սիրում է կինը, իսկ կինը պետք է սիրի իրեն։ Հո, շատ հետաքրքիր է։ Ֆեմինիստ ես դու լրիվ։ Շնորհակալ ենք այս լավ եթերի եւ այս լավ տրամադրության համար մաղթում ենք քեզ հաջողություններ, ինչպես ասցինք եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ քեզ մարտի 8-ից ապրիլի 7 եւ ապրիլի 7-ից մարտի 8 մնա միշտ գեղեցիկ, երիտասարդ, խնամված, սովորեցնող եւ իհարկե քո էներգիայով յուրաքանչյուր տեղ երբ որ դու հայտնվում ես բնականաբար փոխում ես ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Քեզ ամենայն բարիք ու հաջողություններ։ Սիրելի հեռուստադիտող, ահա այսօր եւս այսօրվա առավոտյան եթերը եւս մոտեցավ իր ավարտին։ Մենք անսահմանափակ չենք կարող զրուցել, քանի որ գոյություն ունի տեխնիկական եւ այլ պահանջներ հեռուստատեսության կողմից։ Այնուամենայնիվ կարծում եմ դուք եւս հետաքրքիր ինֆորմացիա ստացաք, լցվեցիք լավ էներգիայով Կրիստինայի կողմից խորհուրդներով, ինչպես նաեւ ձեզ համար պլանավորեք սիրելի կանայք ոչ միայն կենցաղով ապրել, այլ նաեւ ապրել ձեզ համար ստեղծելով ինչ-որ մի նոր բան։ Այնուամենայնիվ դուք ամենակարևորն եք ստեղծում, դուք ծնում եք մարդիկ եւ աշխարհում ամենագեղեցիկ ու հրաշք երևույթը դա մարդն է։ Ուզում եմ ասել ձեզ, սիրում եմ ձեզ, մամ ջան, շնորհավորելի քեզ։ Մաղթում եմ որպեսզի առողջ լինես, որովհետև դու այն ուժն ես, որով որ ես իհարկե շարժվում եմ առաջ։ Սիրում եմ քեզ իմ գեղեցիկ տիկին Արմինե, լավ եղիր եւ կհանդիպենք տանը այսօր։ Բոլորիդ լավ օրը։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։